Բարև ձեզ։ Այսօրվա հունվարի 30-ի ամբիոն հաղորդաշարի հերթական հաղորդումը վերնագրել եմ ազգայնականության սինդրոմ, թե պարզունակ կոմպլեքսավորվածություն։ Այս նախքան թեմային ասեմ, ինչպես միշտ կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, խնդրեմ։ Իսկ բոլոր նրանք, որոնք արդեն բաժանորդագրվել են եւ նայում են հաղորդումներս, ապա շարունակեք դնել լայքեր, որովհետեւ ձեր լայքերով իմ Ամասյան Հովհաննիսյան YouTube բալիկը ավելի է տարածվում։ Իսկ հիմա ասեմ բույնյութին եւ այսպես ազգայնականության սինդրոմ, թե պարզունակ կոմպլեքսավորվածություն։ Ճիշտն ասած, այսօր մտադիր չէի եթեր դուրս գալ, բայց երեք մի տեսահոլովակ YouTube ալիքում ռաստ եկավ, մեղմ ասած, որտեղ մի հայ երիտասարդ Մաշտոցի պողոտայի մոտ, հիմա կասեմ կոնկրետ թե որտեղ, նրա բառերով կասեմ, դիտողություն է անում երկու հնդիկ երիտասարդների անգլերեն պես իբր թե ասելով, որ անգլերեն ասածով Armenian no drink beer, շեն Հայաստանը գարեջուր չի խմում, այդպես ասում։ Ось սրանք է հասար, երիտասարդ հնդիկներն էլ, օքեյ, վերենք ենում, շարունակում են գնալ, սա էլ thank you է ասում, շնորհակալություն, որ հարգեցիք իմ դիտողությունը։ Հիմա ասեմ խոսքը ինչի մասին է։ Ես երիտասարդ այսպես ինքնագոհ, ժպիտը դեմքին, լոպ բան է, ղոչաղի տեսքով, տեսեք է, չի կարող անտարբերացնել այս երկու մեր հնդիկ եղբայրների կողքով, եղբայրներն էլ բառն էլ սարկազմով է ասում, որոնք ոտը ոտին գցած գարեջուր են խմում, մեր թաղում, մեր սիզոնի թաղում ասում։ Սիզն, հետո հասկացա, որ այդ Մաշտոցի պողոտայի գետնանցումից այն կողմ դեպի Կոնդ, նախին Աերոֆլոտի գործակալության մոտ, դեռ հիմա այդ բուրակ է, ինչ է, ռեստորան է, իդեպ այս շրջակայքում եւ ընդհանրապես ամբողջ շրջակայքներում հայատար ու տարահունչ բառեր են, անուններ, season, վերում է ասա, դիտողություն անող ես, մի հատ գտի այդ season-ի հեղինակին, ինչ կապ ունի, ինչու season, ինչ ասել է season, կամ մի քիչ վերև shoes house, գիտեմ, մի քիչ ներքև էլ բաներ, բուկինիստ, գրախանութի վրա լատինատառ է գրած, բուկինիստ, հետո որ ինչ, էլ չեմ ասում անհամար շոփերը, մարկետները, գարցիստը մոռացել եմ, որ հայերեն նորմալ անուններ կան, խանութ, կրպակ, տաղավար, որոնք ավելի գեղեցիկ են հնչում եւ իրականում ավելի սազական է, Երևանի համար, մի խոսքով, եւ այս երբեք ղոչաղ, իբր տեսեք դիտողություն եմ արել, այս հնդիկներին քշեցի ստեղից, այս է ուզում ասել, սա ազգայնականության սինդրոմ է, ոմանք կասեն, բայց իմ կարծիքով էլ կոմպլեքսավորվածության սինդրոմ է, պարզունակ կոմպլեքսավորվածություն։ Երևի սրան այս մարդուն, այս երիտասարդին ինչ-որ մի լավ կպել են, հիմա էլ այստեղ ինքը մուր է հանում։ Մուր է հանում ումից հնդիկներից, որոնք չնայած իբր թե ոմանց կարծիքով սրանք այս մարդիկ, որոնք հիմա Երևանում են, Հայաստանի շատ բնակավայրերում հայտնվել են ոչ լավ կյանքից եւ ամենևին էլ մորտաբուծությամբ չեն զբաղվում, այլ աշխատում են, բոլորն էլ աշխատում են այնպիսի տեղերում, որտեղ տեղացիները գերադաս էին պպզել գեղամիջի անկյուններում կամ դալանների մոտ արևածաղիկ չրցել, իսկ այս մարդիկ աշխատում են։ Եվ ամենևին էլ մի անտեղյակներ ես այդ հնդիկի ուրեմն պարոնայք չիմացողներ, տգետիկներ, Հնդկաստան աշխարհի հնագույն եւ քաղաքակիրթ երկրներից եւ այդ հնդիկներն այդ երկրի, այդ պետության, այդ քաղաքակրթության կրողները։
Եվ անձամբ մի քանի անգամ տեսել, թե ինչպես այդ հնդիկները հայերեն են խոսում։ Սուպերմարկետում, դրսում, տարբեր փողոց են մաքրում, զբաղված են սպասարկման ոլորտում, սննդամթերք, ինչ առաքումներով են զբաղված։ Ջրաջան, քրտնաջան աշխատում է եւ աշխատում են շատ լավ։ Այնպես որ նրանց նկատմամբ նման վերաբերմունքը ոչ միայն գովելի չի, այլև դատապարտելի է։ Ընդհանրապես դատապարտելի է, որովհետև գիտեք, սա առայեզակի երևույթ չի, ես հաճախ եմ, երբ քիչ չեմ տեսել դեպքեր, որ օտարերկրացիների, մանավանդ հարևան պետության, իրանցիների կամ մաշկի այլ թուղ, մաշկի այլ գույն ունեցողների նկատմամբ, ամենից հնդիկների նկատմամբ որոշ մեր հայրենակիցներ այսպես կամարանքով են վերաբերում։ Մեկը լինի ասին դուք ով եք ախր, մեկը լինի ձեզ նկատ, ձեզ հայլու մեջ տեսել եք։ Գիտեք, ապագորգոր, երբ ասեն հայ ինտերնացիոնալ ազգ ենք եւ այլ, չէ, ամենևին չէ, գուցե մեծ մասին ինտերնացիոնալ են, տոլերանտ են, բայց ինչպես ասում են, մի չկատուն առնչան, բայց այդ մի շան հաճոցնել, կծոցնել, խաթարել ամբողջ դրական պատկերը։ Լավ կլիներ, ասենք, որ իրենք իրենց նային, եւ ընդհանրապես գիտեք ինչ, այս հարցը պետք է փոքրուց զբաղվի դպրոցից։ Ես խիստ կասկածում եմ, որ դպրոցներում տարբեր նույնիսկ մաթեմատիկայի ժամին, դասի ժամին, մաթեմատիկայի ուսուցիչը կարող է մի պահ շեղվել եւ այս թեմայով բարեվարկության, բարեկրթության մասին կարճ մի դրվագ ասել, որ մտնի այդ աշակերտների մեջ, որոնք հետո մեծանում են, դառնում են լիարժեք քաղաքացիներ երկրի։ Ես չեմ ասում, որ մաթեմատիկա, ֆիզիկա կլինի, հայոց լեզու կլինի, օտար լեզու կլինի, կապ չունի, դասատուները, ուսուցիչները, անկախ թե ինչ առարկան է դասավանդում, առաջին հերթին նաև պետք է ուշադրություն դարձնեն իրենց սաների բարեկրթության դաստիարակմանը։ Բան, որը որ կաղում է։ Բազմիցս եմ նույնիսկ ոչ թե Երևանում եմ նկատել, այլև դրսում օդանավակայաններում Երևանի առնչվող շվերտների հետ մեկ տեսնես, թե ինչ կոնտինգենտ է մեկնում Հայաստանից կամ վերադառնում Հայաստան, մեկնում Հայաստան, պարզապես երբեմն ամաչում ես։ Նրանց խոսելաձևից, պահվածքից, ամոթ։ Վերադառնալով այդ հոլովակի երիտասարդին, որ ղոչաղ դիտողություն է անում հնդիկ երիտասարդներին, թե այստեղ գարեջուր խմելու տեղ չի, համոզված եմ, որ եթե այդ գարեջուր խմողները տեղացիներ լինեին, այս երիտասարդը այդ ղոչաղությունը դրսևորելու համարձակություն իսկ չէր ունենա, որտեղ գիտեր, որ մի դիտողությունը կվերածվեր լեզվակռվի, իսկ հիմա էլ լեզվակռվից սկսած վեճը վերածվում է տանակահարության։ Սա է մեր այսօրվա իրավիճակը։ Որտեղ օր չկա, որ լուրերում ինչ-որ նման տեղեկություններ չհայտնվեն այստեղ։ Կենցաղային հողի վրա մի դատարկ բանից կռիվ վեճ ծեծկրտուկ մարմնական վնասվածքներ։ Եվ այս երիտասարդը չէր համարձակվի, ինչպես նաև չէր հաստատ չէր համարձակվի դիտողություն անել, ասենք, լկտի ակտիվ ավտովարորդների, որոնք դրայվ են անում Երևանի փողոցներով, մինչև վերջ քոքած այդ մագնիտոֆոններով։ Ասում են իբր օրենք են ընդունել, որ արգելված է, բայց ես որ չեմ տեսել ինչ-որ մեկին դրա համար պատժեն կամ կանգնացրած լինեն։ Ամեն դեպս շարունակում եմ տեսնել, թե ինչպես են Երևանի փողոցներով երթևեկում այդպիսի դրիֆտիստները։ Այդ երիտասարդը հնդիկների դիտողություն արած, որ հիմա վիրուսային հոլովակ է տարածվում, ղոչաղ մարդ է, տղա է, ապա համարձակվի դրանց դիտողություն
Սա էլ է գալիս կոմպլեքսավորված է, ներքուստ ինքները կոմպլեքսավորված, որ դրանց չի կարող դիտողություն անել, բայց այնպես իրեն անպաշտպան հանդիկներին կարող է դիտողություն անել։ Իդեպ այս առիթով ուզում եմ նաև դիմել իշխանություններին, պատկան մարմիններին, որ նրանք զբաղվեն հետաքրքրեն թե արդյոք սա այսպես ես կասեի սա կենցաղային մակարդակով օտարերկրացի քաղաքացիների իրավունքների ոտնահարում է։ Գուցե սխալվում եմ, գուցե։ Բայց նաև լավ կներ, որ պատկան մարմինները զբաղվեին լրջորեն մասնավորապես այն հնդիկները, որոնք աշխատում են եւ պարզեն թե արդյոք պահպանվում են այդ աշխատող հնդիկների աշխատանքային իրավունքները։ Լուրջ հարց։ Կրկնում եմ, շատ հնդիկներ աշխատում են շինարարություններում, սպասարկման ոլորտում, սարքումներ եւ այլ խանութներ, բայց արդյոք նրանց աշխատանքային իրավունքները գրանցված են եւ պաշտպանված են։ Իդեպ վերադառնալով նորից այդ ղոչաղ երիտասարդին խորհուրդ կտայի ինչ ավելի բարեկիրթ լինել եւ կնում եմ ըստիս նա ոչ թե ջուր կարգի հրավիրեց, կարգ ու կանոն հաստատեց այդ season կոչված տարածքում, այլ դեպի ինքնաշատ ինքնագոհ է տեսեք ինչ եմ արել, տեսեք, ինքն իրեն նսեմացրեց դրանով։ Մի խոսքով այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասելը մեկ անգամ եւս կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս բաժանորդը չէ։ Բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք խնդրեմ։ Դրեք լայքեր, որովհետեւ ձեր լայքերով իմ ամասյա Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Այսօր այսքանը, ցտեսություն, կհանդիպենք։